Փաշինյանը իրականում իր մարմնի եւ կաշի վրա զգացել է, որ Հայաստանում, սա իհարկե ցավով եմ արձանագրում, բայց սա փաստ է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություն իրականացնելու ավելի մեծ շնորհք կարող է ունենալ եկեղեցին, քան թե օրինակ քաղաքական կուսակցությունները, որովհետև փաստացի 20 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո իր բազմամարդությամբ, ազդեցությամբ եւ հնարավոր հեղափոխության կայացման տեսանկյունից ամենամոտը Բագրատ Սրբազանն էր։ Այս ամեն ինչի թեթևանալուց հետո Փաշինյանը հասկացել է, որ Բագրատ Սրբազանի գործողությունները չեն իրականացվել զուտ որպես Բագրատ Սրբազանի գործողություններ, սա կազմակերպվել է հայ առաքելական եկեղեցու կողմից եւ հայ առաքելական եկեղեցու պես գլխավորը հանձինս վեհափառի անմիջական ազդեցություն է ունեցել եւ անմիջական մասնակցություն է ունեցել այն process-ներին, ինչ որ իրականացվել է։ Ինքը հանձինս վեհափառի ավելի շատ փորձում է քաղաքական հակառակորդի հետ հաշվի հարթակ տեսնել, քան թե ինչ-որ երեխայի հարցակ կամ մեկ ուրիշ հարցը։ Ինչ վերաբերում է ռուսական գործակալական ցանցի անդամ լինելուն կամ Գարեգինի եղբոր կողմից համագործակցությանը, ապա տեղեկատվական այդպիսի անելուց հետո, նախ իմ կարծիքով նորմալ խղճգխին երկիրը, եթե իսկապես խնդիր դրած լինի, որ հոգևոր կառույցը մաքրի այլ երկրի գործակալներից, կարծում եմ այլ գործիքակազմ կընտրեր, երկրի ժողովուրդն էլ չէր իմանա, որ ինքը գործակալ է եղել, գործակալ չի եղել, մի օր առավոտյան մենք կարթնանային եւ կլսեինք, որ կաթողիկոսի եղբոր հետ ինչ որ վատ դեպք է տեղի ունեցել։